տարբերակներ, բայց հիմա երբ նայում ենք 2015 թվականի առաջարկը և 97 թվականի փուլայինը, 97 թվականի առաջարկի և 2019-ի մեջ էականորեն տարբերություններ կան, մասնավորապես այն մասով, որ 2019 թվականի մեջ չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որպես այդպիսին ճանաչելի է 97-ում էլ չկա, փուլայինում Կառնարաքվեի տարբերակ է այստեղ, որը չկա շապուլային տարբերակի մեջ, հիմա ինչով է 97 թվականի տարբերակը լավը, քան 2019-ին։ Հոյակապ հարց է, ես շատ կուզեի այդ հարցին պատասխանել։ Ուրեմն նախ ինչու ենք մենք այդ երկու տարբերակը դնում մի հարթության մեջ, որովհետև դա իրականում երկու եւ միակ իրատեսական բաներն էին, պլաններն էին, որովհետև այդ երկու պլանների հիմքում ընկած է այն կոնցեպտը, որ տարածքային ամբողջականության հարց Ադրբեջանի թողում ենք կախված, չենք հարձակում դրան, Լեռնային Ղարաբաղի անկախության հարցը դնում ենք առկախ, չենք անդրադառնում դրան, ստեղծում ենք մի հատ իրավիճակ, որտեղ դե ֆակտո ոնց որ կա, այդ մարդիկ ապրում են, բայց խաղաղության պայմաններում։ Էսա, որովհետև գիտեք, գլխավոր հարցը Լեռնային Ղարաբաղի հետևյալն էր, դա Լեռնային Ղարաբաղի վերջնական ստատուսն էր։ Այդ հարցի շուրջ ադրբեջանցիները ու հայերը ուղղակի չեն կարող գալ համաձայնության։ Չկա, բնության մեջ չկա մի լուծում, որը միաժամանակ այդ հարցում լիներ ընդունելի եւ ադրբեջանցիների եւ հայերի համար։ Հետեւաբար միակ ռեալիստական, իրատեսական տարբերակը այդ հարցի լուծումը թողել կախված, բայց ստեղծել երկարատև խաղաղություն այլ հարցերը կարգավորելով։ Այսինքն այն ինչ որ արվել է 1997 թվականի փուլային պլանում եւ ինչ որ արվել է 2019 թվականի հունիսի պլանում։ Հիմա իսկ ինչով է լավ 97 թվականի փուլայինը, պարզ բանով։ Եթե 19 թվականի մայիսի պլանը դիտարկում էր Լեռնային Ղարաբաղը որպես օբյեկտ, ինքը ինչ ասում, Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրում են խաղաղություն, որով ապագայում Լեռնային Ղարաբաղը կարող է ինչ-որ հանրաքվեի միջոցով ձեռք բերի ինչ-որ ստատուս։ Այսինքն Լեռնային Ղարաբաղի համար ոչ մի ստատուս չի ճանաչվում այդ պահին բացի այն միջանկյալ կարգավորումներից եւ ասում են ապագայում կարող է լինի հանրաքվե։ Մինչդեռ 97 թվականի փուլայինը ստորագրում էին, գիտեք ով, Ադրբեջանը, Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը։ Այսինքն արդեն ստորագրման փաստով Լեռնային Ղարաբաղի կողմից հավասարազոր Հայաստանի ու Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղը անմիջապես դառնում էր միջազգային իրավունքի սուբյեկտ, ճանաչված սուբյեկտ։ Դա նշանակում է, որ այդ կարգավորումը ճանաչում էր մեծ հաշվով Լեռնային Ղարաբաղի արդեն անցկացված անկախության հանրաքվեն։ Իսկ այս տարբերակը, ասում է, չէ, մի հատ էլ հանրաքվե պետք է անցկացվի։ Իրեւ Սերժ Սարգսյանը դրա մասին խոսում է, ասում է, բան այն հանրաքվեն մոռացել եք, հիմա նորից եք ուզում հանրաքվե անենք։ Չէ, այդ Պուտինի այդ նամակում գրել է դա։ Այդ դրանով շատ լուրջ բան է, շատ լուրջ տարբերություն կա։ Ճիշտ է, այն տարբերակում եկեք հանուն ճշմարտության ասենք, որ Քելվաջարն էլ պիտի հետայինք, բայց ամբողջ Լաչինի շրջանը պահում էինք։ Բայց այդտեղ միշտ կա, ոնց որ Ամերիկայում ասում են trade-off, դու մի բան տալիս ես, մի բան վերցնում ես։ Հիմա ես կարծում եմ, օրինակ, ավելի կարևոր էր Լեռնային Ղարաբաղի որպես միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչումը, որտեղ դա շատ լուրջ քայլ էր Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման ճանապարհին, քան ասենք Քելբաջարը
բայց Լեռնային Ղարաբաղին դիտարկել որպես օբյեկտ, որը հələ ես իմ երբ կկայանա որպես սուբյեկտ։ Այսինքն դրա համար էս է իմ պատասխանը։ Հա, շատ լավ։ Ինչ է նշանակում անել։ Դա եկեք այդ վերլուծենք։ Դե լավն եք անեք, անեք ինչ է նշանակում։ Անելը որպես առաջին էտապ գոնե, չէ՞, անելը։ Նշանակում է քո համաձայնությունը պլանին։ Ճիշտ է։ Հիմա ես ասում եմ 97 թվի փուլայինին Տեր-Պետրոսյանը տվել է իր համաձայնությունը, ստացել է Ադրբեջանի համաձայնությունը, պլանը չի իրագործվել մենակ այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները դեմ են ուսեկել այդ պլանին եւ բան են արել, այդ պլանը վարի են տվել։ Բայց Տեր-Պետրոսյանը իր քայլը արել է համաձայնության։ Իսկ ելով արել քայլ համաձայնության։ Հիմա ասում են, հա, լավ, Սերժ Սարգսյան, ասենք այդ բանի Կազանի փաստաթղթի վերաբերյալ ինչ որ քայլ արել, օքեյ։ Նիկոլ Փաշինյանը ոչ մի քայլ չի արել։ Ոչ միայն չի արել քայլ համաձայնության։ Ինքը բան արել է մեզ դեպի պատերազմ։ Ես նորից եմ ասում, դու ցանկացած ղեկավար Հայաստանում ունեցել է, երբ որ ստացել է առաջարկ խաղաղության կարգավորման, ունեցել է 3 ճանապարհ։ Գնալ խաղաղության, այդ քայլը արել է մենակ Տեր-Պետրոսյանը, միգուցե Կազանի դեպքում նաև Սերժ Սարգսյանը, չգիտեմ։ Քիվեստի դեպքում Ռոբերտ Քոչարյանը կարող է։ Բայց մնացած դեպքերում իրենք ոչ թե գնացել են խաղաղության, իրենք գնացել են բանակցությունները շարունակելու, ձգձգելու քաղաքականությանը։ Նիկոլ Փաշինյանը արել է ամենավատ տարբերակը։ Ինքը ոչ գնացել է խաղաղության, ոչ էլ գնացել է բանակցելու կամ ձգձգելու։ Ինքը գնացել է պատերազմի ճանապարհով, ասելով, որ ես թքած ունեմ ձեր վրա, ձեր բոլոր առաջարկների վրա, ինչ ուզում, հələ տենամ ինչա, տղա եք ուժով վերցրեք։ Էս արել Նիկոլ Փաշինյանը։ Ինքը լեգիտիմացրել է, նորից եմ ասում, Ալիևին տվել է քարտ բլանշ, ամբողջ միջազգային հանրությունը Ալիևին տվեց քարտ բլանշ այս պատերազմը տանելու համար, որտեղ ասին, այն մեկը անմեղսունակ է, ինչ անենք։ Չի գնում բանակցությունները, ինչ անենք։ Բայց ինչ ասես արել են, չէ՞, այն գիտենք, այդ 5 միլիարդ են առաջարկել, չգիտեմ, նա գժի տեղ է իրան դուրս եկել։ Այդ 5 միլիարդն ինչ է, որ իր գրպանի համար չեն առաջարկել։ Առաջարկել են, ասել են, լսի, դու համաձայնվի, Ղարաբաղը կմնա ձեզ, հələ մի 5 միլիարդ էլ կտանք Ղարաբաղի զարգացման վրա։ Ինչ է եղել, ինչով վատ։ Բայց հələ մենք տեսնենք, հա, այս պլանով, եթե մեկ մատ էլ հələ 5 միլիարդ էլ ստանանք, ինչն էր վատ։ Սա երանելի բան էր։ Այսօր կապան Գորիս ճանապարհը կլիներ, կգործեր։ Այսօր մենք չենք ունենա այդ վտանգը, ադրբեջանական զորքերը մեր սահմաններին չէին էլ մոտենա։ Ոչ Վարդենիսում այդ խնդիրները կունենայինք, ոչ Տավուշում կունենայինք, ոչ Ղափանում, ոչ Գորիսում, ոչ միտեղ մենք տենց խնդիրներ չէինք ունենա։